Մայրաթոռի բակում Հուդա վանկարկումները հնչում էին 5-շաբթի երեկոյան, շաբաթվա հենց այն օրը, երբ ըստ Սուրբ գրքի Հուդա Իսկարիովտացին մատնեց Հիսուս Քրիստոսին։ Այն, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցած բարձրաստիճան հոգևորականներն ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով ակցիայի համար հենց 5-շաբթին են ընտրել, հայտնի դարձավ դրանից ընդամենը 1 օր առաջ, երբ 10 եպիսկոպոսները հայտարարություն տարածեցին վարչապետի ընտանիքին պատկանող հայկական ժամանակ թերթում, որն էլ արագորեն տիրաժավորվեց մյուս իշխանամետ եւ պետական լրատվամիջոցների կողմից։ 10 եպիսկոպոս հանդես է եկել հայտարարությամբ, կոչ անելով վաղը ժամը 17-ին միանալ իրենց Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով։ Եպիսկոպոսների ձևակերպմամբ դա այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Դեկտեմբերի 18-ի առավոտյան արդեն ակնհայտ էր Գարեգին II-ին հենց այդ օրը հանգստի կոչելու արդար պահանջը համակել է ոչ միայն շատերի կողմից տիրադավ հռչակված եպիսկոպոսներին, այլև բազմաթիվ ԿՊԱ-ական պաշտոնյաների, որոնք իրենց ենթակաների հետ միասին Հայաստանի տարբեր շրջաններից շարվեշարան ժամանում էին Էջմիածին։ Բարև ձեզ, կներեք, որտեղ եք։ Արմավիրի մար։ Իսկ ժամերգությանը մասնակցելու թե հավաքին այստեղ։ Չեմ իմանում։ Չէ, հերը չէ։ Ներեցեք դուք ժամերգությանը մասնակցելու եք եկել թե հավաքին, այստեղ նույն ժամին է։ Հավաքին։ Ինչի՞։ Չեմ լսում ձեզ մի հատ որ ասեք։ Ժամերգությանը մասնակցելու համար եք եկել թե հավաքին։ Հավաքի։ Հավաքին։ Հա։ 10 եպիսկոպոսների, որոնք պահանջում են Գարեգին II-ի հրաժարականը։ Հրաժարականին եմ միացել բնականաբար, որովհետև մեր պայքարը դա եկեղեցու դեմ չի, մեր պայքարը անհատների դեմ է, որոնք որ մերժել են Աստծուն տված երթումը իրենց։ Այդքանը։ Դե բոլորդ էլ տեղյակ եք, մանրամասների մասին բոլորը տեղյակ են։ Այսօր եկել եք ժամերգության թե վեհապարի հրաժարականը պահանջելու։ Ձեզի ո՞րն է ձեռնատու։ Եվ ինչ վարչական ռեսուրսի կիրառմամբ Մայրաթոռ էին բերվում հայ առաքելական եկեղեցու այսպես կոչված բարենորոգման աջակիցները, նրանցից ընդամենը մի քանի մետրի վրա հավաքվում էին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին աջակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու հազարավոր շարքային հավատացյալներ։ Բայց որքան մոտենում էր իշխանամետ եպիսկոպոսական տասնյակի հայտարարած հավաքի ժամն, այնքան ավելի ամբռնազբոս էին դառնում ոստիկանական պատնեշի մյուս կողմում հավաքված եւ շատ ավելի սակավաթիվ նիկոլականները։ Հետաքրքրում է ճշմարտությունը, ելնեմ քեզ, ինձ հետաքրքրում է Հիսուսը, Աստված, Աստծո խոսքը, հոգևորը։ Եկեղեցին ինքը կառույց է, դա Հայ առաքելական եկեղեցու հետ։ Ես ճշմարտության կողմնակիցն եմ։ Հիսուսը Հայ առաքելական եկեղեցու։ Հա իհարկե նայեք։ Ասով հայտարարություն եմ դարաձել ես Facebook-ով եւ դեղեկացրել եմ բարոն վարչապետին եւ բոլոր ԿԲ գշախտության պատասխանատուներին։ Կարծես դուք վեհապար շորերով եք այսօր այստեղ եկեղեցականի։ Պաշտոնական, այո, պաշտոնապես փորձում եմ պաշտոնական լինել, որտեղ պաշտոնական դեր ենք եկել։ Լարվածությունը գնալով աճում էր, իսկ վարչական ռեսուրսով Էջմիածին բերվածներից բացի հայտ էին գալիս այլ, ավելի ագրեսիվորեն տրամադրված խմբեր, որոնցի դեպ համակարգում էր Ստեփան Ասատրյանը, նախկին Տեր Արամը։ Նրան այս գործում օգնում էր Մարմաշենի վանքում խուլիգանության գործով անցնող դերասան Գնել Սարգսյանը։ Չէ, բոլորին ասած որ ես կողմ կամ են, ես կողմ թողան։ Բոլորին ես կողմ։ Ազատագրում ինչպես եք պատկերացնում տեղի ունենա։ Բոլորին ես կողմ թողան։ Նախ բախումների որևէ հնարավորություն բացառում է։ Բախումները, որոնք Նիկոլ Փաշինյանը բացառում էր, սկիզբ առան այն պահին, երբ իշխանամետ եպիսկոպոսների տասնյակն ԱԱՑ եւ ոստիկանության առանց տարբերանշանների աշխատակիցներով շրջապատված շարժվեց դեպի Վեհարան։ Այդ նույն րոպեներին կաթողիկոսի հրաժարականը պահանջողների եւս մեկ խումբ փորձեց ներխուժել մայր տաճար ժամերգության պահին, մի բան, որ հայոց եկեղեցին չէր տեսել թերևս միջնադարից ի վեր։ Եվ չնայած գրոհի այս փորձին, ամենայն հայոց կաթողիկոսը անվրդով շարունակում էր ընթերցել իր քարոզը։ Այսօր դուք հավաքվել եք
հայոց հոգևոր կենտրոնում վկայելով ձեր սերը հանդեպ առաքելական մեր Սուրբ եկեղեցին։ Սուրբ Էջմիածինը ամենքի տունն է։ Հարազատ հոգևոր օրրանը ամեն մի հայի։ Ինչպես պատմիչ Առաքել Դավրիժեցին է վկայում, հայոց ազգը իսփյուրս աշխարհի կապված է լուսավոր Չիաչին եւ Սուրբ Էջմիածնին։ Այդ նույն րոպեներին մայր տաճարից մի քանի մետրի վրա Նիկոլ Փաշինյանի կողմն անցած հոգևորականները փորձում էին ընթերցել իրենց ուղերձը, ճիշտ է, այն գրեթե չէր լսվում։ Ընդհանուր առմամբ փաշինյանական եպիսկոպոսներն իրենց իսկ նախաձեռնած հավաքի վայրում մնացին ոչ ավել քան 5 րոպե։ Այդ 5 րոպեն լրանալուց հետո էլ ուժայինների նույն խումբը Կճոյանին եւ ընկերներին նստեցրեց մի փոքրիկ միկրոավտոբուս եւ էվակուացրեց Մայրաթորի տարածքից։ Բենթլիներ եւ բիզնեսներ ունեցող եպիսկոպոսների տեղաշարժի ընտրված ձևը սոցիալական ցանցերում բուռն հրճվանքի առարկա դարձավ։ Ոմանք նույնիսկ հիշեցին ընդդիմադիր Փաշինյանի հայտնի կոչերից մեկը։ Մեկը տասեիք, որ Նիկոլ Փաշինյանի հուսահատության գազելներից ելք կա։ Եթե ոչ հուսահատության, ապա գոնե հուսախաբության պատճառներ 10 եպիսկոպոսներն ու նրանց հովանավորող Նիկոլ Փաշինյանը ունեին։ Ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարականի դրդելու նպատակով մոգոնված հերթական քայլը կրկին ավարտվեց զրոյական արդյունքով։ Դեկտեմբերի 18-ի ուշ երեկոյան, երբ կրքերն արդեն հանդարտվել էին, պարզ դարձավ. Գարեգին երկրորդը ոչ միայն որևէ տեղ հեռանալ չի պատրաստվում, այլև այդ բուռն օրվա ավարտին նախանձելի սառնասրտությամբ մի հատ էլ Գերագույն հոգևոր խորհրդի նորացված կազմին նիստ է գումարել։ Հաջորդ օրը դեկտեմբերի 19-ին իշխանական մամուլը գուցե Մայրաթորում արձանագրված ձախողումից հանրային ուշադրությունը շեղելու նպատակով նաև մի փաստաթուղթ հրապարակեց։ Դա ըստ ԿՊ-ի պաշտոնակայք Civic-ը վկայում էր կաթողիկոսի եղբոր Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանի խորհրդային պետանվտանգության կողմից հավաքագրված լինելու մասին։ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի մոտ սակայն իշխանական լրատվամիջոցի հրապարակած փաստաթուղթը կասկածներ էր առաջացրել։ Փաստաթղթից էլ այդպես չես կարողանում հասկանալ, այդ փաստաթուղթը արդյոք վկայում է, որ այդ անձը համագործակցել է հատուկ ծառայությունների հետ, թե ոչ, որտեվ փաստաթուղթը ինքնին ես չտեսա այդտեղ Եզրած Սրբազանի, եթե իհարկե փաստաթուղթը ճիշտ է, ստորագրությունը կամ որևէ այլ այդ փաստը վկայող տվյալ։ Ստորագրություն կար, սակայն ԱԱԾ-ին վերաբերող մեկ այլ փաստաթղթի տակ, որի մասին շատերը հիշեցին հենց Civic-ի այս շաբաթվա հրապարակման շնորհիվ։ Խոսքը Հայաստանի գործող արտգործնախարարի հավաքագրման եւ նրա ստորագրության մասին էր։ 4 տարի առաջ հայտնի դարձավ, որ 2007 թվականին նախագահական ընտրություններից ընդամենը 3 ամիս առաջ Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության ծառայությունը հավաքագրել էր սկսնակ արևելագետ եւ ընդդիմադիր Արարատ Միրզոյանին։ Ինքը Միրզոյանը 2021-ին կես տարի տևած լռությունից հետո հավաքագրման փաստը հաստատել էր։ Ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ասպիրանտի եւ գիտաշխատողի Հայաստանի ազգային արխիվի հասարակական քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի որպես պատմաբանի ով այդ շրջանում ցեղասպանության անդրադարձող ցեղասպանության տարբեր հիմնարարներին վերաբերող հոդվածներ գրում նաև արտասահմանյան պարբերականներում, ահա հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դիմել է ինձ եւ
խնդրել, առաջարկել, աջակցել իրենց այս օրակարգով, նշված օրակարգով։ Սա է ամբողջը, ես բնականաբար անկախ օրվա քաղաքական իշխանությունների նկատմամբ իմ ունեցած Սերժ Սարգսյանի իշխանության օրոք է դա։ Այո, գուցե այդ անցումային շրջանը, գուցե նույնիսկ Քոչարյանի վերջին շրջանն է։ We discussed all major achievements in Armenia EU. Այս շաբաթ արդեն Արարատ Միրզոյանը շփվում էր ոչ թե ԱԱԾ աշխատակիցների, այլ Եվրամիության ղեկավարության հետ։ Ճիշտ է, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը եւս անսպասելի բացահայտումներով էր զբաղված։ Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, ու մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ, խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային։ Հայաստանի իշխանությունները Եվրամիությանը ներքաղաքական խնդիրներ լուծելու նպատակով օգնության դիմելու փաստը չհերքեցին, պնդելով, թե դա երկրի ներքին գործերին միջամտություն համարվել չի կարող։ Մոտավորապես այսպես է իրավիճակը, եթե ինչ-որ մեկը եկել է ձեզ ծեծի ու դուք ոստիկանություն եք դիմում ու ասում եք, այս մարդը, ասենք, ահաբեկիչ է, ուզում է ինձ սպանի կամ ծեծի։ Այդ դեպքում դա, եթե դուք համարում եք, որ դա ձեր ներքին ընտանեկան կյանքին միջամտություն, միգուցե։ Քաղաքացիական պայմանագրի այս քայլի ֆոնին հայաստանյան սոցցանցերը հիշեցին արտաքին ուժերի երկրի ներքին գործերին միջամտելու թեմայով Նիկոլ Փաշինյանի թերևս ամենահայտնի ելույթը, որ հնչել էր 2020 թվականի գարնանը։ Ինչքան օտար անձնագրով մարդ եք տեսեք կոշիկները լիզել եք, ձեզ էլ թվացել է թե հետա։ Այ անինքնասերներ։ Ու ողբերգությունն է, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից։ Այսօր էլ եք վազում Եվրոպաներում, Մոսկվաներում, ինչքան կոշիկ եք տենում, լիզում եք։ Այդ տենց է միջև կյանքներիդ վերջը լիզելու եք սրա նրա կոշիկները, կոշիկ լիզողներ։ Այս շաբաթ կրկին հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց Թրամփի ուղին։ Նախ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը Civilnet-ին տված հարցազրույցում խոստացավ Հայաստանի Սյունիքի մարզով անցնող հաղորդակցության ուղիների շահագործման ընթացքում Հայաստանի շահերը եւս հաշվի կառնվեն։ Այսպիսով, թրիփի մշակմանը զուգընթաց եւ տեսլականային է, որ այն կմշակվի Միացյալ Նահանգների հետ, ինչ որ համատեղ ձեռնարկության միջոցով, որի ստեղծման ուղղությամբ հիմա աշխատում ենք։ Հայաստանը մշտական տեղ կունենա բանակցությունների սեղանի շուրջ։ Թրամփի ուղու մասին Թեհրանից հնչող ազդակներն այս շաբաթ տրամագծորեն հակառակն էին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին Թեհրանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ մի շարք կոշտ հայտարարություններով։ Թրամփի ուղին գործնականում նույնն է, ինչ Զանգեզուրի միջանցքը։ Իրանն ի սկզբանե դեմ էր Զանգեզուրի միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն։ Այդ միջանցքի ստեղծումը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի ներկայությանը, անվտանգային լուրջ ռիսկեր ստեղծելով Իրանի հյուսիսային եւ Ռուսաստանի հարավային շրջանների համար։ Իրանական դիվանագիտությանը ոչ այնքան բնորոշ այս կարծր ձևակերպումներին պատասխանեց Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահը 35-ամյա Ռուբեն Ռուբինյանը 45 տարվա դիվանագիտական ստաժ ունեցող Վելայաթին խորհուրդ տվեց շատ չանհանգստանալ։ Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան։ Վերջում էլ շաբաթվա գլխավոր ներկուսակցական սկանդալի մասին։ Քաղաքացիական պայմանագրում այս շաբաթ շարունակում էին նախընտրական ցուցակում տեղ գտնելու հավակնորդների քննությունները։ Չորեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ այդ քննությունից կտրվել է կուսակցության հնաբնակներից մեկը՝ Հայկ Սարգսյանը։ Ես իմ գործունեությամբ ճակերտներիմս ցավացրել եմ որոշ մարդկանց, ովքեր այսօր դեռևս չեմ ցանկանում անունը տալ։ Ամենախնդրավորից օրենքի նախագիծը, նաև որի պատճառով վարչության անդամներից մի քանիսը կամ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը։ Սարգսյանի ակնարկած մեկ մարդը Ալեն Սիմոնյանն էր, ազգային ժողովի նախագահին բուքմեյքերական ընկերությունների հարկային բեռն ավելացնող օրենք հեղինակած Հայկ Սարգսյանը ամիսներ առաջ մեղադրել էր այդ ոլորտի ստվերային լոբինգ իրականացնելու մեջ։ Հնչող մեղադրանքները սակայն Ալեն Սիմոնյանին կարծես չէին հուզում, գոնե արտաքնապես։ Հայկ Սարգսյանը ձեզ իր ընկերը չի համարում։